Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է եւ նորից։ Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է եւ 20 օրյա դաթարից հետո ես կրկին տեսանյութ եմ հրապարակում։ Եթե ինձ հետևում եք իմ Telegram-յան ալիքում, եթե ինձ հետևում եք այլ սոցիալական հարթակներում, ապա տեղյակ եք, որ վերջին երևի թե 20-25 օրերի ընթացքում իմ մոտ առողջական խնդիրներ կան, իմ ջերմությունը չի իջնում։ Հիմա հենց հիմա ես տեսանյութ եմ նկարահանում, նկարանելուց առաջ ջերմությունը շապեցի 38.3 կամ 38.4 էր։ Բայց որոշեցի, որ այս անգամ արդեն պետք է նկարեմ, ճիշտ է ուժերս քիչ են, բայց այնպիսի հանդիպում տեղի ունեցավ ու այնպիսի դրամա էր կառուցվել այդ հանդիպման շուրջ, որ իհարկե անտեսել այդ իրադարձությունները հնարավոր չէր։ Այսօր այո, ես Լիվերպուլի մարզաշապիկով եմ, բայց խոսելու եմ միայն El Clasico-ից, դրա համար գուցե այսօրվա տեսանյութը մի փոքր կարճ տևի։ Ես հատուկ Պրեմիեր լիգայի հանդիպումների ու թիմերի վերաբերյալ տեսանյութ եմ պատրաստում այս տեսանյութի հրապարակումից 2 կամ 3 օր հետո, որ այնտեղ մանրամասն խոսենք թե ինչ է կատարվում Լիվերպուլի հետ, որը 4 անընդմեջ պարտություն է գրում Չեմպիոններ լիգայում, Պրեմիեր լիգայում, Չելսին, որը սենց կամուկացի մեջ է գնում, հզորներին հաղթում է, Ռոբին Գուդի պես գնում է, որակապես ավելի թույլ թիմերի պարտվում է, Մանչեսթեր Յունայթեդը, որը 3 հանդիպում անընդմեջ հաղթում է ու տպավորություն է, որ Ռուբեն Ամորիմի մոտ ստացվում է այն ինչ ինքը ուզում է հենց հիմա թիմից, Էրլինգ Հոլանդը, որը շարունակում է գոլեր հեղինակել եւ գերֆանտաստիկ պաշտպանություն ունեցող Արսենալը։ Այդ թիմերի մասին խոսելու ենք, բայց այլ տեսանյութում։ Իսկ այսօր մենք խոսելու ենք միմիայն El Clasico-ից ու ավելի շատ թե ինչ էր կատարվում El Clasico-ի շուրջ ու ինչպես դա ազդեց խաղի ելքի վրա։ Եթե ձեզ դուր գա այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, հետևեք ինձ սոցիալական հարթակներում, Telegram-ում, Instagram-ում, որտեղ մենք որն է, ես միայնակ եմ, պարբերաբար ակտիվություն եմ ապահովում, փորձում եմ, այսինքն ապահովել միաժամանակ աշխատելով 2-3 վայրերում, անում եմ առավելագույնս, հատկապես ես առողջական վիճակին կարծում եմ ձեր լայքին արժանի եմ։ Գնանք քննարկենք El Clasico-ն ու թե ինչ տեղի ունեցավ դրա շուրջ։ Ընկերներ, եթե տեղյակ չեք, ես հանրային ռադիոյի երիտասարդական ալիքում ունեմ սպորտային ոդքասթ, որի շրջանակում խոսում եմ մարզական աշխարհի լեգենդների մասին, շեշտը դնելով ընդհանուր առմամբ մոտիվացիայի վրա, ինչպես են նրանք հասել այդ բարձունքներին եւ այլն եւ այլն։ Բայց յուրաքանչյուր էպիզոդի մեջ ես շատ լուրջ եմ խորանում, այսինքն ես ուղղակի առավոտյան չեմ արթնանում, որոշում որ գնում եմ այս մարդու մասին էպիզոդ անեմ, արագ տեքստ գրեմ ու վերջ, չէ, ես մի հատ փորձում եմ հասկանալ թե ինչպես եմ դիտել այդ ֆուտբոլիստի կամ այդ մարզիկի խաղերը, ելույթները, ինչ եմ հասկացել այդ մարզիկից, ինչ է նա տվել իրականում ինձ, որպեսզի ես հասկանամ թե ինչ կարող է նա տալ որպես այդպեսին, որպես մարզիկ բոլորին ու այդ էպիզոդս ինչ կարող է նա տալ։ Ու ես միշտ հանգել եմ այն մեկ մտքի վրա, որ լեգենդներին ծնել է համեստությունը։ Ու այն մարդիկ, որոնց մասին ես ունեմ էպիզոդներ, ես արդեն 34 էպիզոդ ունեմ։ Չի եղել որևէ մեկը, որը աչքի է ընկել մեծամտությամբ, պաթոս բառերով կամ ինքնագովասանքով։ Նման անձինք ուղակի չեն եղել ամենայն դեպս այն էպիզոդներում, որոնք ես ունեցել եմ։ Ու երբ որ ես այդ ընթացքում համեմատական եմ անցկացնում կոնկրետ ֆուտբոլի վերաբերյալ այն ժամանակվա անհատներին ու մեր օրի անհատներին, տարբերությունը ահռելի է։ Ու ես եկա մի եզրահանգման, որ պետք է լինես որպես ֆուտբոլիստ երկու տեսակի։ Կամ դու պետք է չխոսես ոչինչ ու ամեն ինչ ցույց տաս դաշտում, օրինակ Ֆրենկ Լեմպարդ կամ Պաոլո Մալդինի կամ Մեսսի, կամ էլ պետք է խոսես մեծամտի պես, բայց ցույց տաս խաղադաշտում, որ դու արժանի ես արտաբերելու այդ բառերը, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը, Կրիշտիանո Ռոնալդուն, ելում կարող ենք հիշել Կևին Դյուրանտը, այո, Կևին Դյուրանտը կարիերան այնպես չի դասավորվել, որ Կևին Դյուրանտը ունենա, չգիտեմ, 5 հատ մատանի, բայց մեծանուն է Կևին Դյուրանտը, կամ մեկը Քոբի Բրայանտը, օրինակ Քոբի Բրայանտին բոլորը սիրում են, բայց Քոբի Բրայանտը մեծամիտ բասկետբոլիստ էր։ Ինքը գիտեր, որ ինքը առաջատար է, ինքը գիտեր, որ ինքը սաղից լավագույնն է, բայց ինքը դուրս էր գալիս խաղահրապարակ, կորտ, ինչպես կցանկանաք, ու ապացուցում էր,
որ թիմը ունի իրենից կախվածություն։ El Clasico-ի մեկնարկից երևի թե մի քանի օր առաջ, կամ էլ ես եմ տեսել մի քանի օր առաջ, հրապարակվում է մի հարցազրույց, որտեղ գլխավոր դերակատարը Լամին Յամալն է։ Ու Լամին Յամալը հարցազրույցներից մեկի, հենց այդ հարցազրույցի ժամանակ, եթե չեմ սխալվում, Ժերար Պիկեի մասնակցությամբ էլ այդ հարցազրույցն էր, նշեց, որ այնտեղ հարց հնչեց, հա, ասենց գուցե մշուշոտ հիշեմ, այնտեղ հարց հնչեց, ում ավելի շատ կցանկանաս գոլ խփել Սանտիագո Բեռնաբեուում Մադրիդին, թե ինչ-որ մի թիմի, ինչ-որ երևի կապ ունի Բարսելոնայի հետ եւ այլն, ու ինքը ասաց ես գոլ խփել եմ Մադրիդի Ռեալին Սանտիագո Բեռնաբեուում։ Վերջին անգամ որ ես գնացի այնտեղ 4-0 էր։ Ինչ հետո ավելացրեց, որ նրանք բողոքում են, նրանք միայն խոսում են մրցավարներից, այն որ ես հենց նայում եմ, իրոք բառ կա։ Ես մեր թիմում ռադիոյի թիմում սովորել եմ այդ բառին cringe։ Ու ես որ նայում էի Լամին Յամալի հարցազրույցը, ես առաջին անգամ հասկացա թե ինչ է դա։ Ես ապրեցի այդ էմոցիան, որեն որ նայում ես ասում ես եղբայր, ախր դու չես խաղալու Մալյորկայի դեմ, դու չես խաղալու Սելտայի կամ Ռեալ Օվիեդոյի դեմ, դու խաղում ես Մադրիդի Ռեալի դեմ Սանտիագո Բեռնաբեուում, ու ընդհանրապես կապ չունի, որ դու վերջին 4 կլասիկոներում հաղթել ես։ Այո, ֆանտաստիկ էր։ Բրավո։ Նախորդ մրցաշրջանում հիասքանչ։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Այնտեղ դրանից հետո, հա, միանգամից Ռեալի մեդիան, իսպանական մեդիան երկու մասի բաժանվեցին, ամբողջ աշխարհը կրկին բաժանվեց երկու մասի, որոշները քննադատում են Յամալին, որոշներն ասում են, որ այո, ինքը կարող է նման բան ասել, որովհետև տեսեք թե ինքը ինչ ֆուտբոլ է խաղում, 10 համարն է Բարսայի, չնայած որ 10 համարները Բարսելոնայի երբեք իրենց այդպես չեն պահել։ Ու տեղից սկսվեց մի ինտրիգ կամ մի դրամա, որը երկար, իմ կարծիքով շատ երկար ժամանակ, երևի թե Լիոնել Մեսի, Կրիշտիանո Ռոնալդո ժամանակաշրջանից հետո այսպիսի աղմկահարույց դեպք տեղի չէր ունեցել։ Ինչը նեյտրալ երկրպագուի համար իհարկե դրական է, որովհետև այո, Բարսա Ռեալ երկու մեծագույն ակումբների բախում, բայց եթե կա հավելյալ ինտրիգ, եթե գիտես, որ խաղի ընթացքում լինելու են դեղին քարտեր, կարմիր քարտեր, բախումներ, նեյտրալ երկրպագուին դա է հետաքրքիր, շոու։ Եվ Լամին Յամալը որպես այդպիսին հաղթեց ապահովելով շոու, բայց մի առժամանակ, երբ նայում ես Լամին Յամալի խոսքերին, ուզում ես նայել նաև Բարսելոնայի արդյունքներին այս մրցաշրջանում, ինչը մեղմ ասած դրական չէ։ Բարսան սովորեցրեց նախորդ մրցաշրջանում, որ իրեն կարող են մարտնչել ու իրեն կարող են հաղթել յուրաքանչյուրին, խաղալով գերֆանտաստիկ ֆուտբոլ, խփելով ավելի շատ, քան խփում է մրցակիցը։ Ու Բարսելոնան մոտեցավ Մադրիդի Ռեալի դեմ հանդիպմանը այնպիսի տեսքով, որ ես եթե լինեի Յամալի տեղը չէի խոսի։ Այսինքն, եթե նայում ես վնասվածքներին, կադրային խնդիրներին, չկար Լևանդովսկի, չկար Ռաֆինյա, չկար Օլմո, չկար Ժուան Գարսիա, չկար Տեր Շտեգեն, չկար մի հոգի էլ հաստատ չկար Գավին։ Մի շարք առանցքային ֆուտբոլիստներ չկային հայտացուցակում։ Ու որպես այդպեսին, եթե հեքիաթով նայեք, ընկերներ, Լամին Յամալի համար ամեն ինչ դասավորվել էր իդեալական։ Այսինքն Յամալը խոսում է այդպես մեծ, ամբողջ Սանտիագո Բեռնաբեուն տարակում է, բոլորը սպասում են Յամալին, որ գան ու Յամալին պատռեն ուղակի, ոչ միայն երկրպագուները, ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, բոլորը անխտիր սպասում են խաղի մեկնարկին, որ Լամին Յամալը ոչնչացվի Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստների կողմից։ Հակառակ կողմում Բարսայի երկրպագուները, այնտեղ պլյուս եկավ Լապորտան, ինչպես միշտ պաշտպանելու Յամալին, ասելով, որ այո, իրանք միշտ մրցավարներին են քննարկում, մենք եկարանք մեր մեդիան տենց աշխատացնենք, բայց մենք ուրիշ ձև ենք փորձում հաղթանակ տոնել, մի խոսքով։ Ու ամեն ինչ դասավորված էր այնպես, որ Լամին Յամալը պետք է ուղղակի օվերպերֆորմանսով փակեր բոլորի բերանը, դուրս գար խաղադաշտից, վերջում իր այդ ժեստը աներ ու դառնար հերոս։ Իրոք նա կդառնար հերոս, եթե Բարսան հաղթեր։ Ու գիտեք ինչ եմ ասում, ամեն ինչ դասավորված էր այնպես։ Բացի այդ, որ կային վնասվածքներ, նախորդ մրցաշրջանում ես շատ եմ ասել, որ այո, Լամինը ֆանտաստիկ է, այո,
իր եզրում ինքը հիասքանչ է, խաղում է բոլորի հետ ոնց ուզում է, ինչ հնարք ուզում է, ինչ ձև ուզում է։ Բայց այդ ժամանակ կար գեր արդյունավետ Ռաֆինյա, գեր օգտակար Լևանդովսկի, լավ մարզավիճակում Պեդրին, կար Գավի, կար Ինիգո Մարտինես պաշտպանությունում ու կար Վոյցեխ Շեսնի, որը անընդհատ էր խաղում, ոչ թե ճարացյալ, որտեղ Ժան Գարսիան ու Տեր Շտեգեն ունեն վնասվածք։ Երկու թիմերը դուրս եկան խաղադաշտ, Ռեալ Մադրիդը ամբողջությամբ մարտական կազմով Վինիսիուս, Մբապե, Բելինգեմ, Կամավինգա, Վալվերդե, մի խոսքով ամբողջական մարտական կազմ, որը պատրաստ էր հաղթելու մրցակցին։ Ֆուտբոլով Մադրիդի Ռեալը ուղղակի ոչնչացրեց Բարսային։ Ռեալը մեկնարկից գնաց միանգամից գրողների պրեսինգ, ես Ռեալին երբեք այդպիսի պրեսինգ անելիս չէի տեսել։ Երբեք։ Ես նայում եմ Ռեալը 2008-9 թվականներից, այն ժամանակ հասկանալի է, պրեսինգը այդքան էլ ակտիվ չէր, պրեսինգը կոպիտ ասած մոդա չէր, խաղային ռեժիմ չէր, միայն դրվագային, իսկ մեր օրերում պրեսինգը դա հիմնական գործիքն է թոփ թիմերի։ Ռեալը կործանեց Բարսայի բիլդափ պրեսինգով։ Կամավինգան խաղում էր անհատապես Պեդրիի հետ, Դե Յոնգի հետ աշխատում էր Բելինգեմը, ու տեղ խաղում էր նաև Կիլիան Մբապեն, ու վերջ։ Բարսայի բիլդափը ոչնչանում էր։ Դարպասապա այնքան լավը չէ ոտքով խաղով, որ ինքը թելադրի։ Կենտրոնական պաշտպանները այն չէին։ Ու հիմա երբ որ ես ասեմ մի միտք, որը կարող է ջղայնացնել Բարսայի երկրպագուներին, ընդհանրապես այս տեսանյութը շատ է ջղայնացնելու Բարսայի երկրպագուներին, որովհետև համենայն դեպս ես զգում եմ, որ տեղիք կա քննադատելու Բարսային։ Նախորդ մրցաշրջանում թե Լիվերպուլը ու թե Բարսելոնան ունեին հաղթաթուղթ։ Ես խոսել եմ սրա մասին, եթե չեմ սխալվում նախորդ տեսանյութում, ունեին հաղթաթուղթ երկու տարբեր ձևերով, որոնք կարողացան օգտագործել մինչև մրցաշրջանի ավարտ։ Մրցաշրջանի ավարտին մոտ նոր մարդիկ հասկացան, թե ինչպես կարելի է հակաթույնը գտնել, բայց այնքան ուշ էր, որ մեկը դարձավ Իսպանիայի չեմպիոն գավաթակիր, մյուսը գնաց հաղթեց Պրեմիեր լիգան։ Ու այս մրցաշրջանում թիմերը ընդհանրապես այդ երկու թիմերը չփոխեցին իրենց խաղաոճը, չավելացրեցին դետալ, ինչ որ նոր բալանսի մեջ չփորձեցին աշխատել։ Խոսքը մարզիչների մասին է։ Ու մրցակիցները շատ հանգիստ ուսումնասիրեցին թիմը, հասկացան որտեղ են նրանց թույլ կողմերը ու սկսեցին խփել հենց այդ թույլ կողմերի վրա։ Երբ որ մենք խոսում ենք նախորդ մրցաշրջանի Բարսելոնայի պաշտպանության մասին, բոլորը ասում են այո, փորձով է Ինիգոն ապրի, Ինիգոն, բայց կու Բարսին, դուք տենում եք ինչ ֆուտբոլ է խաղում, կու Բարսին։ Շատերը նրան աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպան են համարում, ու ես գլուխս բռնում եմ, ասում եմ, ընկեր, խնդրում եմ, այդտեղ են 17 տարեկան է, 18 հալնում ես հազիվ, հանգիստ թողեք իրան, հանգիստ թողեք որ խաղա։ Ու այդ լավ մրցաշրջանի ճնշումը բերեց այն փաստի առաջ կանգնացրեց Բարսելոնային, որ Պաուկ ու Բարսին այս մրցաշրջանում Բարսելոնայի առաջատար կենտրոնական պաշտպանն է։ Իսկ առաջատարության հետ Պաուկ ու Բարսին երևում է, որ ունի խնդիրներ։ Բա Ռեալը դասավորվում էր 4-4-2, ներողություն 4-5-1 առանց գնդակի ու 4-3-3 գնդակով։ Դա բավարար էր այդ ստանդարտը, միջին բլոկ, բարձր պաշտպանողական բլոկ, բարձր պրեսինգ, արագաշարժ ֆուտբոլիստներ գնդակը կորցնելու պես ուղղահայաց ֆուտբոլ։ Սա ուղղակի ոչնչացրեց Բարսելոնային։ Մադրիդի Ռեալը չհաղթեց հանդիպումը 5-1, 6-1 հաշվով, զուտ նրա համար, որ Վոյցեխ Շեսնին փորձառու դարպասապա ու ինքը կարողացավ մի քանի դրվագում հեռացնել գնդակը։ Զուտ։ Առաջին գոլը, որ խփեց Ռեալը, խաղից դուրս էր, չհաշվեցին։ Երկրորդ գոլը կրկին Կիլիան Մբապեն հեռար ֆանտաստիկ հարվածով գրավեց Շեսնի դարպասը, կրկին չհաշվեցին, միլիմետրանոց խաղից դուրս վիճակի համար։ Բայց ինչ անես, օրենքը այդպիսինն է։ Եթե կա խաղից դուրս վիճակ պետք է նշանակել։ Իդեպ գլխավոր մրցավարին հարցեր չկան։
ոչ մի հարց գլխավոր մրցավարին չկան։ Սա երևի թե առաջին դեպքն է վերջին 10 տարում, որ Real Barcelona կլասիկոից հետո դու չես նստում ասում արի լավ դες մրցավարը ստե կարար ուրիշ որոշում կայացներ, ստե սխալվեց, բայց ստե մի քիչ ուշացավ։ Չէ։ Մրցավարը արեց իր գործը անթերի։ Ու ամեն ինչ որոշեց ֆուտբոլը։ Ֆուտբոլը տրամադրվածությունը, որտեղ Real-ը շատ ավելի լավն էր, քան Բարսելոնան։ Ու եթե չլիներ Արդա Գյուլերի անհիմն խաղը, Բարսան չէր խփելու պատասխան գնդակը։ Դուք տեսաք թե ինչ հեշտ բաց թողեց երկրորդը։ Բարսայի մոտ պաշտպանությունում աղետ է։ Հենակետային գոտում Պեդրին վառ երևում է, որ այդ տղան հոգնել է։ Դե Յոնգը չի հասցնում միայնակ, որտեղ ինքը քանդող հենակետային չի։ Իսկ Բարսան չունի քանդող հենակետային, ինչպես չունի Լիվերպուլը։ Հալավ եթե այնտեղ կա Էնդո, բայց Էնդոն այն մակարդակը չի, որ 90 րոպե թոփ ֆուտբոլ խաղա, ինչպես Ֆաբինյոն էր խաղում, կամ ինչպես խաղում էր ժամանակին Prime Կազեմիրոն։ Չէ։ Ու Ռեալը դա հասկանալով, Ալոնսոն դա հասկանալով, ուղղակի ոչնչացրեց Բարսային։ Առաջին խաղակես 2-1, ասես վաու, Յամալը ոչ մի բանի մասին առաջին խաղակեսում, вообще ոչ մի բանի մասին։ Ու դու սենց նստած մտածում ես, ասում ես եղբայր Ալա ինչ ինչա կատարվելու, դու պատկերացնում ես, եթե դու պարտվես ինչա կատար, դու պրոստը պատկերացնում ես, եթե դու պարտվես, ոնց են բոլորը քեզ ծաղրելու։ Սկսվում է երկրորդ խաղակեսը։ 2-1 հաշվի պայմաններում Բարսելոնան ավելի թարմ ու ավելի ակտիվ մտավ խաղադաշտ։ Իդեպ նշեմ, որ Հանսի Ֆլիկի տեխնիկական գոտում չլիները եւս մեծ կորուստ էր։ Ով ինձ ասի, որ ինչ կարող է փոխի գլխավոր մարզչի ներկայություն, ընկերներ, գլխավոր մարզիչը տեխնիկական գոտում շատ մեծ առավելություն է։ Ու Բարսան երկրորդ խաղակեսը սկսվեց շատ լավ, ու կարող էր հավասարեցնել հաշիվը, եթե Ֆերմին Լոպեսը չլիներ եսասեր։ Ես շատ անգամներ եմ նկատել, որ Ֆերմին Լոպեսը աչքի է ընկնում եսասիրությամբ։ Այո, նա շատ աշխատասեր է, նա շատ լավն է, բայց նա եսասեր է եւս։ 3-2-ի դեմ ձախից ամբողջությամբ ազատ էր Մարկուս Ռեշֆորդը։ Մեկ հպումով դեպի Ռեշֆորդին, Ռեշֆորդը տասնյակ գոլ էր այդպես խփել հեռավոր դարպասաձողի ուղղությամբ գնդակն ուղարկելով։ Ֆերմինը որոշում է հարվածել, ունենալով տարածություն, հարվածում է միայն Կուրտուային է տենում ու վրան է հարվածում։ Մսխելով պա։ Պատասխան գրո, հենց միանգամից չէ։ Դրվագ, ու այստեղ գալիս է շատ հետաքրքիր մի իրավիճակ։ Ռեալ Մադրիդը ստանում է 11 մետրանոցի իրավունք։ Արդյոք 11 մետրանոց կար։ Այո։ Կար 11 մետրանոց։ Ինչու՞, որովհետև ըստ օրենքի սահանգում կատարող ֆուտբոլիստի ոչ հենման ձեռքը գտնվում էր ոչ բնական վիճակում։ Գնդակը դիպավ, ուղղությունը փոխեց դա 11 մետրանոց է։ Արդյոք մեղավոր էր այդ Էրիկ Գարսիան։ Առհասարակ ոչ։ Դա մի դրվագ էր, որտեղ են որ ուղակի Բարսայի ֆուտբոլիստի բախտը չբերեց։ Ուղակի Բարսայի ֆուտբոլիստի բախտը չբերեց։ Ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ Բելինգեմը փոխանցեց, Գարսիան պահեց, շատ պատահաբար դիպավ Բելինգեմի ծնկին գնաց դիպավ ձեռքին, ու դա 11 մետրանոց էր, այո։ Բայց Կիլիան Մբապեն չի իրացնում այդ 11 մետրանոցը, Վոյցեխ Շեստին հույս է տալիս Բարսային, հույս է տալիս Լամին Յամալին, որը 55 րոպե ոչնչի մասին էր։ Ու երբ Ֆլիկը սկսեց կատարել փոփոխություններ, երբ Ֆլիկը հասկացավ, որ Յամալը եզրում ոչինչ է, Ալվարո Կարերասը ուղակի կերավ Յամալին, իդեպ Ալվարո Կարերասին առանձին ծափահարություններ, ես Էմիլի Մհերի ավելի շատ Էմիլի հետ էի խոսում այս Կարերասի մասին, ուզում եի հասկանալ ինքը ով է, ինչի է Ռեալը սենց ուզում իրան տենց պատրաստ է սպասել եւ այլն։ Ու երբ որ ինքը եկավ Ռեալ, ես մի քանի խաղ նայեցի, որ սենց որ օքեյ լավն է, բայց ես հələ որ sense էական տարբերություն չեմ նկատում Ֆերլան Մենդիի ու իր մեջ, այս խաղը ցույց տվեց թե ինչի է ունակ Ալվարո Կարերասը։ Ուղղակի ֆունդամենտալ պաշտպանություն, բրավո այդ տղուն, ամբողջությամբ փակեց։ Ու դա հասկանալով Հանս Ֆլիկը Յամալին տվեց ազատություն խաղադաշտում։ Եթե նկատած կլինեք վերջին 15-20 րոպեների ընթացքում Բարսելոնան խառը ֆուտբոլ էր խաղում։ Շատ խառը։ Բայց Յամալը շարունակում էր մնալ ստվերի տակ։ Ու գիտեք, երբ որ հիմա վերադառնում ենք սկիզբ, խոսակցության սկիզբ, այս թեմայի բացման սկիզբ։
Դու կամ պետք է լինես լուր ու քո գործը կատարես խաղադաշտում փակելով բոլորի բերանները, կամ էլ եթե դու չես կարողանում լինել լուր, պիտի խոսաս, պիտի մեծամտանաս, արա խաղադաշտում գոնե մի բան, պայքարի։ Յամալը ոնց հասկացա չի դասվում ոչ այն կարգի ֆուտբոլիստներին, ոչ այն կարգի ֆուտբոլիստներին։ Մերօրյա ֆուտբոլային տաղանդները, մեծանունները ընդհանրապես համեմատելու չեն այն մեծանունների հետ։ Ոչ մեկ ընկերներ, ոչ մեկ։ Ոչ Մբապեն, ոչ Վինիսիուսը, ոչ Բելինգեմը, ոչ Յամալը, ոչ Վիրցը, ոչ ինչ տաղանդներ կա, ոչ Գառնաչոն, ոչ Սական, ոչ մեկ համեմատելի չեն այն մեծանունների հետ։ Այն մեծանունները գիտեք ովքեր են՝ Սքոլզ, Ջերարդ, Բեքեմ, Լեմպարդ, Մոդրիչ, Կրոս, Մեսի, Ռոնալդու, Իբր, այնքան կթվեմ, բայց այդ մարդիկ անհատականություններ էին։ Ու երբ որ հանդիպումը ավարտվեց, ամբողջությամբ արժանի հաղթանակով Մադրիդի Ռեալի կողմից, երբ որ հանդիպումը ավարտվեց, բոլորը պորտկացին, ֆուտբոլիստները։ Ունեին արդյոք իրավունք։ Իհարկե ունեին, որովհետև Յամալը ուղիղ անարգանք էր ցույց տվել Ռեալ Մադրիդին ու Ռեալի ֆուտբոլիստներին։ Առաջինը միանգամից թիմի ավակ Կարվախալը, ասենց դու միայն խոսում ես, հետո միացավ Կուրտուան, հետո ընդեղից Վինիսիուսը, որ արդարություն, այդ բանը ես իրականում չհասկացա ընկերներ։ Եթե երկու դրվագ եղա, որտեղ Վինիսիուսը պորտկաց, մեկը երբ որ Խաբի Ալոնսոն իրան հանեց խաղադաշտից, ես այդտեղ ամբողջությամբ աջակցում եմ Վինիսիուսին, որովհետև Խաբի Ալոնսոյի փոփոխությունները կոնկրետ կապած Վինիսիուսի հետ ցույց են տալիս ընդամենը մեկ բան, ոչ թե ինքը մարտավարորեն փոփոխությունները կատարում, ոչ։ Ինքը երկու նապաստակ փորձում է մեկ կարակոցով ոչնչացնել։ Նախ ինքը ուզում է ցույց տալ, որ Ռոդրիգոն մեր համակարգի ֆուտբոլիստ է, ինքը կարևոր է խաղում է, երկրորդ որ Կիլիան Մբապեն է մեր առաջնային դեմքը, այլ ոչ թե Վինիսիուսը։ Ու Ջուդ Բելինգեմը ավելի կարևոր դեմքային հիմա Ռեալում, քան Վինիսիուսը։ Ու դա շատ վատ է Վինիսիուսի համար։ Բայց ես այդտեղ ամբողջությամբ Վինիսիուսի կողմից եմ, որովհետև Վինիսիուսը խաղադաշտում լավագույններից էր, եթե ոչ լավագույնը։ Իմ համար խաղի լավագույն ֆուտբոլիստը դա Օրելիեն Չուամենին էր, բայց Վինիսիուսը փայլում էր ուղակի։ Ուտեղ ես Վինիսիուսի կողքն էի, բայց երկրորդ դրվագում ես Վինիսիուսի կողքը չէի։ Մարդ, որը խոսում է արդարությունից ու մի սենց բաներ անում, արի դուրս գանք խոսանք, ընկերներ, բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ Յամալը, ոչ Վինիսիուսը, ոչ Կարվախալը, ոչ Պեյ, արա ոչ մեկ, որ սենց գալի իրար ճակատ են կանգնում, ոչ մեկ իրար չի խփելու։ Որտեղ ոչ մեկ չի ուզում 100,000-ավոր եվրոներով տու գանվի, ոչ մեկ չի ուզում ամիսներով որակազրկվի, չեք խփելու իրար։ Վինիսիուս, ինչի համար ես դու էդի անում։ Հա, ցույց տաս, ապրես ախպեր։ Դու խաղով ոչնչացրեցիր։ Թող փորձառուները իրենց խոսքն ասեն։ Բայց այն ինչ արվեց Յամալի անվան հետ, կներեք Բարսայի երկրպագուներ, բայց ամբողջությամբ տեղին էր։ Իսկ հիմա այն ամենակարևորը։ Երբ որ ես համաձայն եմ, ես ինքս համեմատել եմ Լամին Յամալին Մեսսիի հետ ավելի շատ քան Նեյմարի, ես նկատի եմ ունեցել իհարկե խաղային որակները, այն ինչպես նա կարողանում է փոխել խաղի ընթացքը, ինչ սրություն է կարողանում տալ երիտասարդ Մեսսին։ Բայց կոնկրետ այս հանդիպումը, ընկերներ, ու այս իրադարձությունը, որ եղավ հանդիպումից առաջ ու հետո, ինձ այնքան շատ մտածելու տեղիք տվեց, ու ես դա զգացի առաջին իսկ րոպեից, բայց ես ոչ մեկին դա չեմ ասել մինչև էս բա։ Ես հիմա ուզում եմ ձեր կարծիքն էլ լսել։ Ընկերներ, ի տարբերություն Լամին Յամալի, նույնիսկ այդ տարիքի, մի տարի ավել, 2 տարի ավել, Լիոնել Մեսին ոչ թե չի խոսել, համեստ ա եղել, մտել դա։ Ընկերներ, Լիոնել Մեսին երբեք չի վախեցել խաղալ Սանտիագո Բեռնաբեում։ Երբեք։ Լիոնել Մեսին չի նայել, թե թիմակիցները ինչ վիճակում են, չի նայել կադրային կորուստներին։ Լիոնել Մեսին այնպիսի մեծություններ, նույնիսկ 20-21 տարեկանում, որ ինքը ավելի թույլ Բարսելոնայով հաղթում էր Մադրիդի Ռեալին Սանտիագո Բեռնաբեում։ Գուցե շատերը չհամաձայնեն, բայց այդ երիտասարդ վախտով կար Չավի, կար Ինիեստա, կար Բուսկ, ապրեք ընկերներ, Մեսիի հանճարը չի թույլացնում դա։ Լիոնել Մեսին երբեք չի վախեցել խաղալ Մադրիդի Ռեալի դեմ։
բայց միաժամանակ Լիոնել Մեսին մշտապես հարգել է այդ ակումբին։ Դրա համար էլ, երբ որ մարդիկ, Ռեալի երկրպագուները ասում են ով է GOAT-ը, Կրիշտիանո Ռոնալդոյի կողքին նրանց մոտ, որը ավտոմատացված է, հայտնվում է Մեսին, որովհետև նա ցուցաբերել է հարգանք ու երբեք նման սկանդալների առաջ չի կանգնել։ Իսկ Յամալը, ինչը ես նկատեցի, ինքը վախում էր Սանտիագո Բեռնաբեուից։ Յամալը չէր վերցնում խաղն իր վրա։ Յամալը չէր փորձում միայնակ 2-3 հոգու շրջանցել։ Յամալը չէր փորձում թիմակիցների համար ստեղծել ազատ տարածություն։ Յամալը մինչև 65-րդ րոպեն կծկվել էր իր եզրում ու փորձում էր ինչ-որ բան անել իր եզրից, չստացվեց տարան կենտրոն 1-2 սուր փոխանցումը դե մի հատ լավներ Կունդեի, բայց Կունդեի փոխարեն լիներ Դանի Ալվեշետի 100%-անոց գոլ էր, բայց Կունդեն այն մարզավիճակում չի հենց հիմա։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Այն ֆուտբոլիստները, որոնք ծաղկեցին ու ես շարունակում եմ ասել, որ իրանք հիասքանչ են Բարսայում։ Կուբարսի, Պեդրի, Գավի, Բալդե, Յամալ, Ֆերրան, Ֆերմին, ֆուտբոլիստներ, որոնք ունեն հիասքանչ որակներ, ֆուտբոլիստներ, որոնց նոր մակարդակի բարձրացրեց Հանսի Ֆլիկը։ Բայց միառժամանակ այս հանդիպումը ցույց տվեց, որ միթե փորձառու ֆուտբոլիստներն էին, որ պահում էին Բարսային նախորդ մրցաշրջանում։ Միթե այդ ֆուտբոլիստների հաշվին էին, որ այս երիտասարդները կարողանում էին ինչ-որ բանով աչքի ընկնել։ Որովհետև այս կազմը միայն երիտասարդների մասին էր, ամեն դիրքում այդ երիտասարդներ առանցքային խաղացող պաշտպանությունում Կուբարսի, կիսապաշտպանությունում Պեդրի, Ֆերմին, հարցակման գծում Յամալ ու Ֆերան Տորես։ Բոլորը տապալվեցին ընկերներ։ Պեդրին ընդհանրապես կարմիր քարտ ստացավ, բայց Պեդրին չես մեղադրի։ Ուղղակի արդարությունը տեղ վերականգնվեց, որովհետև մեկ դրվագ առաջ Պեդրին խախտեց կանոնները, պետք է ստանար երկրորդ դեղինը, չտվեց մրցավարը, այն մյուս իրավիճակում արդեն չէր կարող չպահել։ Ռեալ Մադրիդը հաղթեց արժանիորեն։ Ռեալ Մադրիդը շատ ավելի լավն էր, Ռեալ Մադրիդը գծերի արանքում շատ ավելի պարզ էր, Ռեալը ակտիվ էր, շարժվող էր, ուղղակի վաու։ Խաբի Ալոնսոյի Ռեալին վաու։ Երբ որ ես ասում եմ, որ Man City, Liverpool ու Real Madrid-ը լինելու են այս մրցաշրջանի 3 ամենահետաքրքիր թիմերը, ես ճիշտ եմ։ Ուղղակի Real-ը փայլում է, Liverpool-ը անկում է ապրում, Manchester City-ն գոյատևում է։ Շարունակենք հետևել այս թիմերին։ Ինձ ահավոր հետաքրքիր է Liverpool Real խաղն Anfield-ում։ Ինչու է ինձ հետաքրքիր։ Ոչ թե որպես երկրպագու կամ որպես շուտ պատմական հանդիպում, չէ։ Liverpool-ը այս մրցաշրջանում շատ վատ է խաղում այն թիմերի դեմ, որոնք օթային են։ Այսինքն Liverpool-ին դեմ հակախաղը պարզ է։ Օթային փոխանցումներ, պատբորի վրա հաղթել կիսապաշտպաններին գրոհել։ Real-ը տենց չի խաղում։ Real-ը խաղում է պրեսինգի վրա։ Իսկ Liverpool-ը այս մրցաշրջանում հաղթել է այն թիմերին, որոնք խաղացել են պրեսինգի վրա։ Գեր հետաքրքիր ալնելու ամեն ինչ ընկերներ։ Գեր հետաքրքիր։ Բայց դե միջև Real-ը այնտեղ Crystal Palace կա, Aston Villa կա պարտվելու, որ այս դառը պատմությունը հաջորդ տեսանյութում։ Լամին Յամալը դեռևս խակ է։ Եվ դեռևս առաջատար չէ։ Դա փաստեց այս հանդիպումը։ Ես հուսամ, որ սա Յամալի համար դաս կլինի, բայց ես այդքան շատ չեմ մեղադրում իսպանացուն։ Ես մեղադրում եմ հանդերձարանում փորձառու ֆուտբոլիստներին, մարզիչներին, նրա մթնոլորտին, ընկերուհուն, ընտանիքին, նրան չսանձելու համար։ Շատ շուտ թագն ընկավ Յամալի աչքերին։ Ու երբ որ դու նման իրավիճակներում խոսում ես այսպես, ու վերջում ոչինչ չես անում, քեզ մնում է միայն ծաղրել։ Ասա էլ կանցնի։ Հաջորդ խաղը Յամալը վստահաբար լավ է խաղալու, գոլ է խփելու, էլի թագնակ դնելու գլխին եւ այլն ու շատերը մի ամիս հետո կմոռանան, բացի Ռեալի երկրպագուներից, բայց ընկերներ, սա մեծ ապտակ էր Յամալին ու մեծ ապտակ էր Բարսելոնային։ Բարսային ֆուտբոլային առումով, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց խաղաոճը հին է, Ֆլիկին, որպեսզի պետք է թարմացումներ եւ Յամալին, որ երբ որ դու հաղթել ես մի հատ Իսպանիա առաջնություն 6 անգամ Չեմպիոնների լիգա հաղթած ֆուտբոլիստների հետ այդպես չեն խոսում ընկեր։ Կպատժվես շատ ցավոտ։ Այսօրվա համար այսքանն է ընկերներ։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, հետևեք ինձ սոցիալական հարթակներում։ Հաջորդ տեսանյութը նվիրվելու է միմիայն Անգլիայի Պրեմիեր լիգային, այնպես որ եթե Բարսայի Ռեալի երկրպագուներ կամ հիմա ինձ դիտում են, հաջորդ տեսանյութը կարակ չդիտեք, եթե ձեզ հետաքրքիր չի լինում Պրեմիեր լիգան, որտեղ ընդեղ խոսալու եմ միմիայն Պրեմիեր լիգայից։ Ես գնացի շարունակեմ բուժվել, զգում եմ, որ եփում եմ։ Ձեզ հետ Գևորգ Մալաքյանն էր։ Հաջողություն։